Ես նախընտրեցի, որ մենք 58 թաղամասի վերևի Սուրբ Հակոբ, Մծմնա Հակոբ Հայրապետի եկեղեցու մոտ հանդիպում ունեցանք, բայց 58 թաղամասը շատ մեծ է եւ նախընտրեցինք, որ անպայման մի հատ էլ այս հատվածում Կարմիր խաչի մոտ այս այգին ուրախությամբ եմ նայում, որովհետև ամեն մի ծառը ես եմ տնկել եւ փառք Աստծո, այսօր նորմալ այգի է ստացվել, բայց հավանական է այստեղ ատրակցիոնների հարցեր կլուծենք, հիմիկվանից խոսք եմ տալիս, որ անպայման այստեղ կարուսելներ կունենանք։ Այս դիմացի ուրեմն երբ որ ինձ ընտրեցի քաղաքապետ, անպայման ես այդ հարցը կլուծեմ այստեղի համար 58 թաղի բնակիչների համար։ Դուրերը դեկավ, կոնեցավ տվեք։ Դե հիմա նորից ես կրկնվում եմ, բայց այսօր շատ կարևոր հայտարարություն եմ անելու, որ այսքան ժամանակ էլ քանի օր է որ քարոզարշավին մասնակցում ենք, ուրեմն ես չեմ ասել, բայց այսօր անպայման պետք է տեղեկացնեմ եւ ասեմ հայտարարության կարգով։ Հիմա ասել եմ մշտական, թե ինչ էր պատճառը, որ ես եկա նորից եւ առաջադրեցի իմ տեխնազությունը։ Բայց քանի որ նույն միտքն է, նույն բանն է, պետք է անպայման ասեմ, որ կարող է մարդիկ կան, որ դեմքերը տեսնում եմ, իրենք մի քանի անգամ ինձ հետ մասնակցում են, բայց պետք է կրկնվեմ, դա այդպես է, ուրիշ բան ասելու այդպես երկնքից աստղեր ու արեկակներ չեն իջեցնելու։ Այսօրվա վիճակը տեսնելով Արցախի հանձնումը, տեսնելով այսօրվա թուրքահպատակ Հայաստանի ղեկավարության պահվածքը, տեսնելով, որ հայերի ողերիմ թշնամուն բերում են Հայաստան եւ Հայաստանը ուզում են վիլայետ սարքել, տեսնում ենք, թե Հայաստանի հողերից ինչ կանը այսպես վախմորիկ ձևով տվեցին թուրքերին, տեսնելով, որ սրանք չեն ուզում կռվել եւ ասում են, թե ռուսը կամ մեր տեղը կռվի, ուզում են, որ ռուսին այստեղից հանել եւ եվրոպացիներին բերել, եվրոպացիներին, որոնք այն ժամանակներում ասում են, թե մեր սուտանավերը, թե նավերը անգլիացիները չեն կարող բարձրանալ հայոց լեռները։ Մենք դա չենք մոռացել, որ 20-ական թվականներին ամբողջ Կիլիկյան մեկ գիշերվա մեջ ֆրանսիական զորքը զենքերի հետ միասին հեռացավ թուրքերի դիմաց եւ ամբողջ Կիլիկյան հանձնեցին թուրքերին։ Չենք մոռացել, որ 74 թվականին Եվրոպայի աչքի առջև ամբողջ թուրքական բանակը լցվեց Հունաստան, Կիպրոս եւ մինչեւ այսօր այնտեղ է ու Եվրոպան ոչ մի քայլեր չի ձեռնարկում։ Չենք մոռացել, որ այսօր Լիբիան եւ Սիրիան ինչ վիճակի մեջ է եւ ինչպես այսպես եղերն են կազմակերպում, ուրեմն սիրիացիների նկատմամբ եւ Եվրոպայի աչքի Եվ այս ամեն ինչը տեսնելով յուրաքանչյուր հայորդի չի կարող ձեռնպա մնալ, յուրաքանչյուր հայորդի անտարբեր չի կարող ասնել։ Ես ինչ որ ասում եմ, դա ասում է եւ ասում են իրենք, այնպես որ մենք իրենց վրա շար չենք անում, ինչ որ եղել է նա ենք ասում եւ դրանից հետո մենք եզրակացության ենք հանգում, թե նմանատիպ մարդկանց ինչ պիտի ասենք։ Եվ մենք չենք մոռանում, որ դպրոցներից անել են քրիստոնեական հայոց պատմությունը։ Եվ այսօր իրենք խրախուսում են այլասերվածներին, տրանսգենդերներին եւ ԼԳՏԲ-ի անդամներին, որ խայտարակություն է, որ դաժե ես այդ անուններն եմ տալիս այստեղ բոլորիդ մոտ։ Նմանատիպ մարդիկ հայոց երկրում ընդհանրապես տեղ չեն ունեցել ընդհանուր իրենց ծնողների կողմից, իրենց հայրերի եւ մայրերի կողմից, այսօր պետական բարձր կառույցները ղեկավարում են մոտ 70-80% նմանատիպ մարդիկ։ Այո, իրենց շարքերում 80-70% այդպիսի մարդիկ են։